Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, 2024 թվականի մայիսի 25 լույս 26-ին Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումներ ունեցանք եւ Ալավերդի քաղաքում աղետի գոտի այս ընթացքում ահագին մեծ ծավալով աշխատանք արվել է, մասնավորապես բնակ ֆոնդի մասով փոխհատուցումներ, շարժական գույքի մասով, գյուղատնտեսական վնասների մասով, բայց մի կարևոր հատված դուրս է մնացել, խոսքը Ալավերդի խոշորացված համայնքի ներքաղաքային ճանապարհների փլվածքների եւ հենապատերի փլվածքների մասին է, որոնք մենք ժամանակավոր լուծումներով կարգի ենք բերել, բայց բնականոն կենսագործունեությունը քաղաքի վերականգնելու համար դրանք կապիտալ հիմնանորոգման կարիք ունեն։ Մենք արդեն տևական ժամանակ նախագծանախաշվային փաստաթղթեր ունենք պատրաստ, որոնք ուղարկված են համապատասխան գերատեսչությունների, շուրջ 2.5 միլիարդ դրամ նախագծանախաշվային արժեքով, բայց կարծես դրա ֆինանսավորումը որոշակի դանդաղում է եւ արդյունքում դեռևս քաղաքը թե վիզուալ, թե կենսագործունեության առումով իր նախկին տեսքին չի բերվում, երբ կարողանանք մեկնարկել այս աշխատանքները, երբ ֆինանսավորումը կլինի։ Շնորհակալություն։ Տեսեք, դանդաղման հետ կապված չգիտեմ ինչն է դանդաղում, որովհետև մենք ունենք պլանավորման ստանդարտ process, երբ որ ամեն ինչ պլանավորվում է բյուջեով եւ բյուջեով այդ հատկացումները տրվում են։ Իհարկե, երբ որ ջրհեղեղը եղավ եւ վնասվածքներ եղան, մենք Պահոստային ֆոնդից հավելյալ գումարներ հատկացրեցինք առաջի կարևորության հարցերը լուծելու համար եւ հետագա կարևորության հարցերը, այսինքն որոնք մի փոքր ավելի ցածր կարևորություն ունեն, պետքա բյուջեով պլանավորվեն եւ իրականացվեն։ Հիմա եթե բյուջեով պլանավորվել է, եթե ֆինանսավորում չկա, նշանակում է բյուջեում չի պլանավորվել։ Ես կառաջարկեմ, որ առաջիկա բյուջեի քննարկումների ժամանակ դուք նաև քննարկելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ այդ առաջարկը ներկայացվի այն սահմանաչափի մեջ, ինչ որ միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատվել է եւ կարծում եմ, որ ֆինանսավորման հետ որևէ խնդիր չի լինի, որովհետեւ մենք երբեք ֆինանսավորման հետ որևէ խնդիր չենք ունենում։ Այսինքն այն պարտավորությունների, որոնք ստանձնված են բյուջեով։ Շնորհակալություն, արձագանքում եք, խնդրեմ։ Ձեր նշած ճանապարհով էլ առաջ գնանք, պարոն Հովհաննիսյան, ուղղակի արդեն 6-7 ամիս շուրջ այդ նախագծանախաշվային փաստաթղթերը պատվիրվել են, աշխատանքները արված ավարտված եւ կառավարություն է ուղարկված, իմ հարցը զուտ դրանից էր բխում, մնացածը ընդհանցակարգի։ Շնորհակալ։ Եթե 6-7 ամիսա նշանակում է այն ժամանակ, երբ որ բյուջեն պլանավորվում էր, դեռ այդ փաստաթղթերը չկային, այդ ժամանակ չէր կարող պլանավորվել, ենթադրում եմ, որ բյուջետային քննարկումների ժամանակ, եթե դա համարվի առաջնահերթ այլ հրատապ հարցերի հետ միասին, ապա դա հայտնվի բյուջեում եւ 2026 թվականի ընթացքում դա կկարողանանք ֆինանսավորել, բայց դա ելի եմ ասում մեր գործընկերների որոշելիքն է։ Շնորհակալություն, պարոն նախարար, խնդրեմ պարոն Բագրատյան։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն տվյալ ներկայացնելու համար։ Այստեղ երկու հարց ունեմ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին 7 միլիարդ դրամով պակաս է ծախսել, քան 2023 թվականին։ Ինչու՞մն է այդտեղ խնդիրը, որովհետեւ հատկապես տարածքային կառավարման նախարարությունը մեծ ենթակառուցվածքային ծախսեր ունի եւ կարծում եմ, որ պիտի ավելանար ծախսերը, ոչ թե նվազեր։ Խնդրում եմ սա բացատրել եւ երկրորդը դուք նշեցիք, որ Երևան քաղաքին 41.8 միլիարդ լրացուցիչ դրամ գումար է տրամադրվել, ընդհանուր գծերով կարող եք ասել ինչ նպատակով է հատկացվել այդ գումարը։ Շնորհակալություն։ Եթե հոսենք, որովհետև դուք նշեցիք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, բայց սա միայն վերաբերվում է ջրային ոլորտի ծախսերին։ Այստեղ եթե փորձեմ հիմնական տարբերությունները ասեմ, օրինակ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի հիմնանորոգման վրա պլանավորված էր ծախսել 1 միլիարդ 916 միլիոն, ծախսվել է 603 միլիոնով ավելի պակաս։ Ես մանր շեղումները հիմա չեմ ասի,
Ընդհանուր ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավման ծրագրում պակաս է ծախսվել 1 միլիարդ դրամ։ Երևի օրինակ մի վարքյան ունենք ծրագրեր, որոնք վերաբերվում են օրինակ միջազգային կառույցների հետ կատարվող աշխատանքներին, որոնք որոշները ունեցել են 0 կատարողական։ Օրինակ Գերմանիայի զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Ախորյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար 1 միլիարդ 486 միլիոն դրամ էր նախատեսված, որը չի ծախսվել։ Օրինակ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախորյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգման ծրագիր պետք է իրականացվեր 6 միլիարդ 600 միլիոնի չափով, իրականացվել է 671 միլիոն դրամի չափով։ Օրինակ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախորյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի երկրորդ փուլի շրջանակում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում պետք է իրականացվեր 3 միլիարդ 199 միլիոնի չափով, իրականացվել է 741 չափով։ Օրվա կարգավորման ջրամբարների հետ կապված պլանավորված է եղել 2 միլիարդ 700 միլիոն դրամ, որը չի իրականացվել, բայց կարծում եմ փոքր եւ միջին ջրամբարների կառուցման համար նախատեսված է եղել 2 միլիարդ, սակայն 305 միլիոն դրամի է իրականացվել։ Կարծում եմ մեր գործընկերները, ովքեր ներկայացնելու են դրա պատճառների վերաբերյալ, ինձ թվում է պարզաբանումներ կտան։ Հաջորդ հարցը Երևան քաղաքին է վերաբերվում։ Երևան քաղաքին պետական բյուջեից համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները Երևան քաղաքին կազմել են 8 միլիարդ 436 միլիոն դրամ։ Պետության կողմից ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից տրված միջոցները Երևան քաղաքին կազմում են 31 միլիարդ 65 միլիոն դրամ։ Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին կազմել է 33 միլիարդ 791 ներողություն։ Երևան քաղաքին կապիտալ սուբվենցիաների մասով տրվել է 1 միլիարդ 616 միլիոն դրամ, իսկ ընդհանուր կապիտալ սուբվենցիաները կազմել են 33 միլիարդ 791 միլիոն դրամ։ Եվ ընթացիկ սուբվենցիաների համար տրամադրվել է Երևան քաղաքին 833 միլիոն դրամ։